Սահմանադրական փոփոխությունները որքանով կփոխեն մեր կյանքը։ Կարծում եմ լավ պետք է լինի, ես լավատես եմ։ Սահմանադրական փոփոխության հետ ոչ մի հույս էլ չկա։ Դե որտեղ ժողովրդի օգուտ ժողովրդի չի գնում դա։ Ամենաշատ օգուտը, այսինքն բարձր տոկոսով կազմում է իրանց համար, ոչ թե ժողովրդի համար։ Այդ ներկա պայմաններում պետք է մտածել ժողովրդի մասին, ոչ թե անձի իր համար կամ ասել իրանց կարողության եւ մնացած երևույթների համար։ Նախ եւ առաջ ժողովրդի ապրելակերպը ապահովեք, մարդը, որ իր հայրենիքում, իր հանրապետությունում զգա իր որպես անձ, որպես մարդ։ Նոր սահմանադրության փոփոխության մասին մտածել, ժողովրդի մարդը իր մարդ չի զգուստել։ Փոփոխությունների հետ ինչ հույսեր եք կապում։ Ղեկավարներից ոչ մի լավ բան չենք սպասում, այդքան բան։ Ավելի կարևոր խնդիրներ կան, իհարկե, աշխատատեղերը, աշխատավարձերը, մեր ապրելակերպը ավելի կարևոր է, քան չգիտեմ, փոփոխությունների լավ բան չեմ սպասում ես ամեն դեպքում։ Ճիշտ ասած ոչ մի հույս այդքան տենց չեմ կապում, որովհետև չեմ գտնում, եթե կարևոր հիմնական հարցերը երկրում մնում են չլուծված, ընկել ենք ինչ-որ ձևական փոփոխությունների հետևից, որովհետև դեռ այնքան կետեր կան, որ այսօր ավելի կարևոր են հայ ժողովրդի համար, թեկուզ ընտանիքի, երեխաների եւ այլ լուրջ հարցեր են դրանք, բայց չգիտես ինչի դա դրվում է մի կողմ ու մնում մենակ նախագահի կամ հանրապետական պարլամենտական կառավարման հարց էլի։ Ոչ մի հույս, այս սահմանության հետ ոչ մի հույս, փոփոխեն, չփոփոխեն, ոչինչ չի փոխվելու։ Էդ այս երկիրը եւ այս սահմանությունը, դուք շատ լավ դա գիտեք։ Բավականին լավ հույս էր, որտեղ խորհրդարանական կառավարումը ամբողջ աշխարհում արդարացված է։ Եվ հույսով եմ, որ մեր մոտ էլ Ինչը կփոխի մեր կյանքում։ Մեր կյանքում որոշակի բաներ կփոխվի, այսինքն շատ մեծ բաներ կփոխի, մասնավորապես իշխանության միահեծան կառավարումը, մեկ մարդու իշխանությունը կվերանա ինչ-որ ձևով։ Երբ էլ կատարվեր այդ փոփոխությունները, հնարավոր է, որ որոշ մարդիկ ասեին, որ ժամանակը չի կամ շուտ է կամ ուշ է, ես անձամբ կարծում եմ, որ ժամանակն է։ Просто я во всех действиях нашего правительства вижу какой-то подвох. Я просто не верю, что они что-то сделают, чтобы людям было хорошо. Я там думаю, что там какие-то другие игры, и от которых лучше будет только им, но не нам. Вообще пора все менять. Все абсолютно, с ног на голову поставить. А если нет, то я даже не знаю, то здесь вообще никого не останется. Ամեն դեպքում հույսս չեմ կտրում, որ լավ կլինի։ Ինչը կփոխվի մասնավորապես։ Մարդկային կեցությունը, սոցիալական վիճակը, երևի թե։ Եթե սահմանադրության փոխվի, նշանակում է, որ երկիրը կխաղաղվի, արտագաղթը կդադարի եւ այլն։ Ես հույս չունեմ։ Ես կոնկրետ հույս չունեմ, որովհետեւ կոռուպցիան կշարունակվի, արտագաղթը կշարունակվի, աղքատությունը նորից կավելանա, սահմանադրությունը բան չի տալիս։ Գոնե հիշենք Իսահակյանի Աբոլալամահարին, որը 1909 թվականն է գրել։ Ինչ օրենքը մարդկանցից օրնած բիրտ ուժեղներ այցրու դաժան, անզորի գլխին կախված հավիտյան խեղճին խազորին պաշտպան։ Ոչ մի բան էլ չի փոխվի։ Դեպի վատը կգա։ Խորհրդարանական կառավարումը կօգնի հանրապետությանը գոնե կոռուպցիային մի քիչ վերջ տալու։ Ոչ մի բան։ Պետք է մաքրություն, ճշտություն լինի, որ մի բան փոխվի։ Իսնես ոչ մի բան չի փոխվի։ Հույսեր չեք կապում սահմանադրության փոփոխության հետ։ Գիտեք, իմանես վիճակը մարդիկ իրանց վրա հույս չեն կապում։ Ես ուր իմ հույսը կապեմ իմ դիմացինի վրա։ Մեզ համար ոչ մի բան, ղեկավարության համար շատ բան։ Տենում ես ինչ ղեկավարությունը, ինչ պիտի փոխվի։ Իսկ ժամանակներ սահմանադրություն փոխելու։ Չէ ասի, մի քիչ բարելավ են աշխատանքային տեղեր լինի, բաներ լինի, թե չէ ինչ։ Սահմանադրությունը ինչ պիտի փոխվի։ Մարդիկ ծոված, կոմունալ բաները չեն ուզում, չեն կարող բան անել, էլի։ Ոչի բար բացավար բարեց։ Ես շատ անհանգստացած եմ այդ սահմանադրական փոփոխությունների, չկարողացան վերջապես մի նորմալ փոփոխություն անել ի օգուտ ժողովրդի։ Իմ կարծիքով ոչ մի բանը ժողովրդի օգտին չի կատարվում, ոչ մի բանը։ Սահմանադրությունը կյանքը բապշավալի վատ է գնալու, որ փոխեն։ Ավելա մեր հինը մնա։